Հայաստանում հեղուկ գազ գրեթե չկա։ Շուկան կաթվածահար վիճակում է։ Հայաստանի քաղաքացիները անելանելի վիճակում։ Տնտեսապես ոչ լավ վիճակում գտնվող շատ քաղաքացիներ չեն կարողացել մեքենան շահագործել 2 վառելիքով։ Այսինքն գազի անցնելուց հետո ուշադրություն չեն դարձրել բենզինով աշխատելու ամբողջ շղթան ապահովելուն, եթե պարզ լեզվով ասենք, օրինակ բենզինասոսը չի աշխատում մեքենայի, բայց քանի որ ինքը գազով է շահագործում, չէր վերանորոգում, որովհետև բենզինն ավելի թանկ վառելիք է եւ այսօր փաստացի չի կարողանում շահագործել մեքենան։ Ըստ իրազեկ եւ պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, Իսրայել-ԱՄՆ Պարսկաստան պատերազմի ֆոնին կանխատեսելի էր գազի գնաճն ու վառելիքի դեֆիցիտի առաջացումը։ Դրան գումարվեց նաև Վերին Լարսի անցակետի ժամանակավոր փակումը։ Կանխատեսելի էր, բայց ի տարբերություն այլ երկրների, Հայաստանի կառավարությունը չի պատրաստվել հնարավոր հետևանքներին, ինչի դառապտուղներն այսօր քաղում է սպառողը։ Առաջին իսկ օրվանից պետք էր կանխատեսել, որ լինելու է շուկայում գների տատանում, որին հաջորդելու է այլընտրանքային վառելիքների աճ շուկայում։ Ըստ այդմ հնարավոր է գների փոփոխություն, հնարավոր է պաշարների ավել քանակ տեղում պետք լինի։ Ըստ այդմ հաշվառում, ըստ այդմ հասկանալ, թե մնացած երկրներից որտեղից բերում ենք տեսականորեն ինչ ռիսկեր կան։ Ամեն ռիսկի ի հայտ գալուց, ինչպիսի այլընտրանքային լուծումներ կան։ Եթե սրանք դու չես անում, կանխարգելող քայլեր չես իրականացնում, միանգամից կանգնում ես փաստի առաջ, շատ ավելի վատ է լինում։ Ըստ Պիպոյանի, խնդիրը համակարգային լուծելու համար պետք էր ոչ թե սպասել փլուզմանը, այլ այլընտրանքներ փնտրել։ Կար նաև Իրան, որի հետ կարելի էր հարց լուծել, Վրաստան, որի հետ կարելի էր հարց լուծել։ Փաստն ենք արձանագրում անգործություն։ Պետական ապարատն ուներ մեկ անելիք՝ կանխատեսել, կանխարգելել, հետո կառավարել ճգնաժամը։ Ոչ կանխատեսելա, ոչ կանխարգելելա, ոչ էլ կառավարելա։ Իսկ եթե մենք տեսնում ենք պիտեղից հնարավոր չի, որ որոշակի խնդիր չառաջանա, ու որովե քայլ չենք ձեռնարկում, դրա բացասական հետևանքներն անխուսափելի։ Մինչ մասնագետները մատնանշում են թերացումները, էկոնոմիկայի նախարարությունը հանդես է գալիս հանդարտեցնող հայտարարությամբ։ Գերատեսչությունից հորդորում են քաղաքացիներին չտրվել խոճապային գնումների եւ վստահեցնում, որ խնդիրը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Իսկ թե երբ հեղուկ գազը կվերադառնա շուկա նախկին գնով եւ ծավալներով, դեռևս մնում է անորոշ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։